Բարաբան և մենք, անեն հոր և որդվո և օգուին սրբո ամեն։ Բարաբայի մասին գրված է 4 ավետարաններում։ Բարաբան բանտարկված էր խռովության և սպանության պատճառով։ Ավետարանը նրան կոչում է ավազակ (Հովհաննես 18:40)։ Ըստ սովորության զատիկի տոնին արձակվում էր մի բանտարկյալ, և Պիղատոսը աշխատում է ազատել Հիսուս Քրիստոսին, որովհետև գիտեր, որ նա անմեղ է և հրեաների նախանձի պատճառով է ձերբակալվել։ Բայց Բարաբան, որ մեղավոր էր և դատապարտված, ազատվում է, և Քրիստոս, որ անմեղ և սուրբ էր, դատապարտվում է մահվան։ Բարաբան, որ պետք է մեռներ, ապրում է, և Քրիստոս, որ կյանքը և հարությունն էր, մեռնում է։ Բարաբայի պատմությունը մեր բոլորի պատմությունն է։ Քրիստոս մեռավ, որ մենք ապրենք։ Քրիստոս մեռավ, որ մենք ազատվենք մեղքից, գերություններից, մահից, սատանայից, դժոխքից։ Քրիստոս մեռավ, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք։ Անսահմանափակը սահմանափակ դարձավ, որպեսզի սահմանափակներին անսահման դարձնի։ Անմահը մահ ճաշակեց, որ մահկանացուները անմահանան։ Բարաբան պետք էր, որ դրանից հետո ապրեր նրա համար, որ իր համար մեռավ։ Մենք էլ պարտավոր ենք, որ ապրենք նրա համար, որ մեր համար մեռավ։ Քրիստոս մեռավ մեզ համար, որ մենք ապրենք իրեն համար։ Մենք չենք կարող և իրավունք չունենք, որ ապրենք մեր համար, որովհետև Քրիստոս մեզ գնել է իր թանկարժեք և աստվածային արյունով մեղքից, մահից, սատանայից և դժոխքից, և մենք պատկանում ենք Քրիստոսին, ուստի պետք է ապրենք նրա համար, Աստծու կամքի, փառքի և արքայության համար։ Ամեն։